ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը անսպասելի այցելել է Օդեսա, հանդիպել Զելենսկիին ու վստահեցրել, որ Հյուսիսատլանտյան դաշինքի բոլոր անդամները պատրաստ են ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել, միայն թե խաղաղություն լինի։ Այս բանակցությունները հեշտ չեն, հատկապես Սումիի սարսափելի արյունահեղության պատճառով, սակայն մենք աջակցում ենք Թրամփի խաղաղության ձգտումներին։ Խաղաղության ձգտումները սակայն խաղաղություն չեն բերում։ Գետնին ընկնող տղամարդը Խերսոնի քաղաքապետ Ռոման Մրոչկոն է։ Վաղ առավոտյան է լայնամասշտաբ հարձակման ենթարկվել Խերսոնը։ 1 մարդ զոհվել է, 5-ը վիրավորվել են ռուսական ավիահարվածներից։ Դնեպրի աչափին գտնվող Խերսոնը փաստացի առաջնագիծ է։ Դնեպրի ձախ ափը Ռուսաստանի վերահսկողության տակ է։ Քաղաքում սոցիալական ենթակառուցվածքներու բնակելի շենքեր են վնասվել, հայտնել է փրկված քաղաքապետը։ Մոսկվան չի մեկնաբանել պատահածը։ Ռուսաստանի զինված ուժերի հրամանատարությունը հայտնել է ռուսական հոպի հաջողությունների մասին։ Գիշերը 26 ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել։ Վորոնեժի, Բելգորոդի, Կուրսկի, Լիպեցկի մարզերում, Մոսկվայի շրջանում և Ղրիմում։ Իվանովսկում խփված 7 անօդաչուներից մեկի բեկորներից 2 մարդ է տուժել։ Ուկրաինական կողմը պնդում է, թե թիրախում Իվանովսկի մարզի Շույա քաղաքում տեղակայված ռուսական 112-րդ հրթիռային բրիգադն է եղել։ Օդային տագնապի ազդանշանը ամբողջ գիշեր չի լռել Ուկրաինայի 9 մարզերում։ Զելենսկին Մարկ Ռյուտեից նորից հակաօդային պաշտպանության միջոցներ է պահանջել։ Ուկրաինայի նախագահն անդրադարձել է նաև ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի խոսքերին Ուկրաինայի 5 շրջանների Ղրիմի, Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մասին, որոնք ըստ վերջինիս դարձել են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցությունների առանցքային գործոն։ Բոլոր տարածքները պատկանում են Ուկրաինային։ Հետևաբար միայն Ուկրաինայի ժողովուրդը կարող է խոսել մեր պետության տարածքի մասին։ Սա Կիևի կարմիր գիծն է։ Չենք ճանաչի ժամանակավոր օկուպացված որևէ տարածք որպես ռուսական։ ԱՄՆ նախագահի Ուկրաինայի և Ռուսաստանի հարցերով հատուկ բանագնաց Քիթ Քելոգը Թրամփին հայտնել է, որ Կիևը երբեք չի հրաժարվի այդ շրջաններից։ Քելոգը բացի Ղրիմից թվարկել է բոլոր մյուս շրջանները։ Ճակատում լարվածությունը միայն մեծանում է։ Վերջին 24 ժամում 87 բախում է տեղի ունեցել։ Ռուսները շարունակում են առաջխաղացումը Սումիի ուղղությամբ։ Չնայած ուկրաինական բանակի համառ դիմադրությանը, ուկրաինացիները հաջողություն ունեն Դոնեցկի ուղղությամբ։ Նրանք վերականգնել են դիրքերը Պոկրովսկի շրջանում։ Ուկրաինայի Գերագույն ռադան ռազմական դրությունը երկարաձգել է մինչև օգոստոսի 6-ը։ 357 պատգամավորների ճնշող մեծամասնությունն աջակցել է արդեն 15-րդ անգամ ռազմական դրության երկարաձգմանը, որը թույլ է տալիս երկրին շարունակել զորահավաքները և արգելում է որևէ ընտրության կազմակերպում։ Ծովինար Բարխուդարյան, Անի Ղանդիլյան, Հայլուր։